Всё, գնացինք։ Ես Հարություն Մանուկյանն եմ, եւ ինչպես խոստացել էի բարեկամներ, այսօր նախորդ թողարկման շարունակությունն է։ Միանգամից նշեմ այսօրվա թեմաները։ Ռիչարդ Մուր, բրիտանական մի 6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար։ Ռիչարդ Մուրի հետ կապված 44-օրյա պատերազմ։ Թրամփ, Ռուսաստան, Բրիտանիա, Ադրբեջան, Թուրքիա եւ իհարկե Հայաստան եւ պատմություն։ Բայց միջև սկսելը բարեկամներ կպարզաբանեմ մի քանի հարց կապված նախորդ թողարկման հետ։ Ուկրաինայում պատերազմը սկսվեց 2022 թվականի փետրվարի 24-ին։ Մեկ ամիս անց Ուկրաինան պատրաստ էր նստել բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի հետ։ Սակայն բանակցություններից մի քանի օր առաջ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը անսպասելի բոլորի համար այցելեց Կիև, եւ դրանից հետո Ուկրաինան հրաժարվեց բանակցություններից։ Սա մեկ։ Երկրորդը։ Այո բարեկամներ, նորից եմ կրկնում, Ուկրաինան ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում այնքան, որքան Ուկրաինային չենք հետաքրքրում մենք։ Մեզ վրա էին հարձակվել 1992 թվականին, 2016 թվականին, 2020 թվականին։ Ուկրաինան մինչ օրս այդ հարձակվողների աջակիցների շարքերում է, առաջին շարքերում է, այնպես որ վերաբերմունքս արդար է։ Սա էլ պարզեցինք։ Երրորդը, ասում եք Հայաստանի մասին քիչ եմ խոսում։ Ասեմ Հայաստանի մասին։ Հայաստանը հիմա գտնվում է շատ ծանր ու դժվար արտաքին քաղաքական ճնշումների տակ։ Սա է։ Այս սա է, ինչ կարելի է հիմա ասել Հայաստանի մասին։ Սրա մասին խոսում են բոլորը։ Բայց ինչից է գալիս այդ ճնշումները, ովքեր են ճնշում, ինչ են ուզում, վերջի վերջո, սա է կարևոր հասկանալը։ Այ հիմա սկսում եմ։ Դուք բաժանորդագրվում եք, ես սկսում եմ։ Գնացինք առաջ։ Բրիտանիա, Ադրբեջան, Թուրքիա կամ Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան եւ շատ առանցքային եւ հետաքրքիր մի կերպար Ռիչարդ Մուր։ Ռիչարդ Պիտեր Մուր, բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից։ Ծնվել է 1963 թվականի մայիսի 9-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում։ 1987 թվականից Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության աշխատակից է։ 2014 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը եղել է Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանը Թուրքիայում։ 2018-ից 2020 թվականները զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Եվ ամենակարևորը, 2020 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի մի 6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Գերազանց տիրապետում է թուրքերեն լեզվին։ Եվ իմ կարծիքով 2016 եւ 2020 թվականների Արցախյան պատերազմի գլխավոր ճարտարապետը եւ կազմակերպիչներից մեկը։ Ահա, հասանք։ Այստեղից բարեկամներ սկսվում է կինոն։ 2016 թվականի Արցախյան քառօրյա պատերազմը, որի հանգուցալուծումը պետք է լիներ Ադրբեջանի կողմից Արցախն ազատագրելը, տապալվեց։ Թերացել էր Ռիչարդ Մուրը։ 2020 թվականին հաշվի էին առնվել բոլոր թերությունները եւ հատկապես այն, որ ադրբեջանական բանակը որքան էլ զինված եւ պատրաստված լինի, չի կարող պատերազմել հայերի դեմ եւ որոշվեց ներգրավել կողմնակի ուժեր։ Առաջ եկավ Իսրայելը իր ժամանակակից զենքով։ Իսրայելին Արցախը հետաքրքիր չէ։ Իսրայելին հետաքրքրում է Իրանը եւ իսրայելական ուժերի ներկայությունը մեր տարածաշրջանում, որը նա ստացավ։ Թուրքիան, դե սա պարզ է։ Պակիստանը, սա էլ է պարզ։ Պարզ է այն պատճառով, որ Պակիստանը աշխարհում միակ երկիրն է, որը մինչ օրս չի ճանաչում Հայաստանի անկախ հանրապետությունը, եւ Ռուսաստանը։ Ուժեղ Հայաստան Ռուսաստանին երբեք պետք չի եղել։ Ռուսաստանի քաղաքականությունը միշտ միտված է եղել մեզ թուլացնելու եւ բաժանելու։ Եվ այստեղ Բրիտանիայի եւ ռուսների շահերը համընկան։ Թե 2016-ին, թե 2020-ին ու դրանից հետո Ռուսաստանը ոչ միայն մեզ չօգնեց, այլև սկուտեղի վրա հանձնեց մեր թշնամիներին։ Եվ այս քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։ Իսկ Բրիտանիան Ռիչարդ Մուրի գլխավորությամբ օգտվեց դրանից։ Սա ես չեմ ասում բարեկամներ, ու ոչ էլ ինձանից հորինում եմ ու ենթադրում։ Սա ասում է հենց ինքը Ռիչարդ Մուրը։
Ես տեսնում եմ Թուրքիայի եւ թուրքական աշխարհի հսկայական ներուժը։ Տարածաշրջանում միայն Թուրքիան է իզորու դիմակայել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ մրցակցությանը։ Ռիչարդ Պիտեր Մուր։ Սրա մասին Մուրը խոսում է շատ վաղուց եւ չէր թաքցնում բարեկամներ։ Ասեմ ավելին, Ռիչարդ Մուրը հանդիսանում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենագլխավոր եւ կարեւոր խորհրդատուներից մեկը։ Էրդողանը Թուրքիայի նախագահն է 2014 թվականից այն ժամանակից, երբ Ռիչարդ Մուրը նշանակվեց Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան։ Հիմա սրանց հիմքերի մասին, թե ինչու է Բրիտանիան Թուրքիայի եւ Ադրբեջանի մտերիմ ընկերը եւ ինչու է Ռուսաստանը աչք փակում այս երեքի բոլոր արածների վրա։ Պատմությունը սկսվում է 1918 թվականից։ Երկար չեմ խոսի բարեկամներ, կպատմեմ ընդհանուր դիմագծերով, բայց այս պատմական իրադարձություններին դեռ անդրադառնալու եմ մանրամասն։ 1918 թվական առաջին համաշխարհային պատերազմի ավարտ։ Գերմանիան իր դաշնակիցների, այդ թվում թուրքերի հետ միասին, պարտվում է։ Մինչ պարտությունը Գերմանիայի եւ Ռուսաստանի միջև գործում էր գաղտնի մի համաձայնագիր։ Ըստ որի պատերազմը հաղթելուց եւ դրա ավարտից հետո Գերմանիան Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները թողնելու էր բոլշևիկյան վերահսկման տակ։ Բոլշևիկներն իրենց հերթին պարտավորվում էին Գերմանիային մատակարարել Բաքվի նավթը ինքնարժեքով։ Սա պարզ է բարեկամներ եւ սրանք պատմական փաստեր են, որոնք հերքել պարզապես չի կարելի։ Բայց ստացվում է հակառակը, Գերմանիան պարտվում է եւ այստեղ ի հայտ է գալիս միանգամից ի հայտ է գալիս Մեծ Բրիտանիան եւ թաթը դնում է Ադրբեջանի վրա, որն իր հերթին Թուրքիայի հետ միասին ակտիվ պայքարում է բոլշևիկյան ռեժիմի դեմ։ Այդ ժամանակ Լենինին ոչ մի կերպ չէր հաջողվում հաստատել բոլշևիկյան գաղափարախոսությունն ու ներկայությունը Անդրկովկասում։ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ակտիվ պայքարում էին նրա դեմ։ Սրա հետ միասին Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում էին հայերին եւ Հայաստանը ոչնչացնելու համար։ 1918 թվականի նոյեմբերի 11-ից 25-ը ընկած ժամանակահատվածում բրիտանացիները Պարսկաստանից Կասպից ծովով շատ արագ մտնում են Ադրբեջան։ Նույն թվականի սեպտեմբերին թուրքերն արդեն գրաված են լինում Լեռնային Ղարաբաղը։ 1918 թվական նոյեմբերի 29-ը Անդրանիկն իր զորքով Գորիսից շարժվում է դեպի Ղարաբաղ։ Սրա մասին արդեն պատմել եմ բարեկամներ իմ նախորդ թողարկումներից մեկում, բայց կկրկնվեմ, որ նյութն ավելի ամբողջական լինի։ Իդեպ այդ թողարկման հղումը կթողնեմ մեկնաբանություններում, գնացինք առաջ։ 3 օր տևած ծանր մարտերից հետո Անդրանիկին հաջողվում է մոտենալ Շուշիին։ Եթե ընկնում էր Ղարաբաղը, Բաքու հասնելը ժամանակի հարց էր։ Անդրանիկը Գորիսի կողմից ջարդել փշրելով գալիս է, ու մեկ էլ Շուշիի մատույցներում Անդրանիկին կանգնեցնում են ֆրանսիական եւ բրիտանական ռազմական ներկայացուցիչները, Բրիտանիայի թագավորության գեներալ լեյտենանտ Ուիլյամ Մոնտգոմերի Թոմփսոնի գլխավորությամբ, եւ Անդրանիկին հանձնում են նամակ, որտեղ գրված էր. Համաշխարհային պատերազմն ավարտվել է եւ հետագա ամեն մի ռազմական գործողություն բացասական ազդեցություն կթողնի Եվրոպայում հաշտության վեհաժողովի կողմից առաջիկայում քննարկվելիք հայկական հարցի լուծման վրա։ Անդրանիկը միամիտ մարդ չէր։ Անդրանիկին խաբել հնարավոր չէր։ Անդրանիկին ենթարկվում են քաղաքական շանտաժի, ասում են, այ եթե առաջ խաղացումը չշարունակես, քեզ ու Հայաստանը կհայտարարենք ագրեսոր եւ կսկսենք պայքարել ձեր դեմ։ Իսկ եթե նահանջես, ամեն ինչ կլուծվի քաղաքական կոնտեքստում, համ Հայաստանի, համ Արևմտյան Հայաստանի, համ էլ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Անդրանիկը ստիպված նահանջում է Գորիս։ Բրիտանիային չէր հետաքրքրում ոչ հայկական հարցը եւ ոչ էլ հայերը։ Նրանք անհանգստացած էին Բաքու փոթի երկաթուղու եւ Բաքվի նավթատարերի ճակատագրով։ Հետապնդելով իրենց շահը Բրիտանիան Ուիլյամ Մոնտգոմերի գլխավորությամբ 1918 թվականից մինչև 1921 թվականը ակտիվ օգնում է անդրկովկասյան պետություններին բոլշևիկների դեմ պայքարում։ Լենինը հասկանալով, որ Անդրկովկասում պարտվում է, բրիտանացիներին առաջարկում է այն, ինչը դրանից առաջ առաջարկել էր գերմանացիներին։ Ասում է, ինչ եք ուզում տղեկ։ Երկաթուղին եք ուզում, նավթն եք ուզում, հա? Տեսեք ինչ եմ առաջարկում։ Այն ինչի համար կռիվ եք անում ու միլիոններ եք ծախսում, ես դա ձեզ մատակարարում եմ։
Բաքվի նավթն եք ուզում մատակարարում եմ ինքնարժեքով։ Դրա հետ մեկտեղ ապահովում եմ այդ նավթի անվտանգ տեղափոխումը։ Բրիտանացիներն ասում են մենք քո ցավը տանենք ու հեռանում են Ադրբեջանից, բայց չեն հեռանում Թուրքիայից։ Օսմանյան կայսրությունը պարտվել էր եւ այնտեղ նոր գաղափարախոսության եւ նոր առաջնորդի կարիք կար։ Եվ բրիտանացիների օգնությամբ բեմահարթակ է բարձրանում ինքը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Խորհրդային Միության եւ Բրիտանիայի միջև կնքված այդ գաղտնի համաձայնագիրը գործում է մինչև 1939 թվականը։ 1921-ից մինչև 1939 թվականը Խորհրդային Միությունը ինքնարժեքով նավթ է մատակարարել Բրիտանիայի թագավորությանը։ 1939 թվականին սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը, եւ այդ ժամանակ ամեն ինչ խառնվում է իրար։ Եվ 1945 թվականին պատերազմի ավարտից հետո առաջ է քաշվում համաշխարհային քաղաքական նոր թես՝ սառը պատերազմ կամ երկաթյա վարակույր եզրույթը։ Ինչ եք կարծում, այդ գաղափարախոսության առաջին վառ ներկայացուցիչը ով է եղել կամ որտեղից է եղել? Այո, բրիտանացի Ուինսթոն Չերչիլը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բրիտանացիները առաջարկում են Ստալինին շարունակել այն համագործակցությունը, որի համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ 1921 թվականին։ Ստալինը չի համաձայնվում եւ բրիտանացիները անցնում են գործի։ 1946 թվական մարտի 5 Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆուլտոնի համալսարան։ Լսենք, հետո կշարունակեմ։ From Stettin in the Baltic Բալթյան Շտետինից մինչև Ադրիատիկ Տրիեստ մայրցամաքի վրա իջավ երկաթյա վարակույրը։ Վարշավա, Բերլին, Վիեննա, Բուդապեշտ, Բելգրադ, Բուխարեստ, Սոֆիա, բոլոր այս քաղաքները եւ դրանց բնակչությունն անցնում են Մոսկվայի օրեցօր ուժեղացող վերահսկողության տակ։ Վտանգը չեզոքացնելու մեթոդը անգլախոս ժողովուրդների եղբայրական ասոցիացիան է։ Ուինսթոն Չերչիլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆուլտոնի համալսարան, 5 մարտի 1946 թվական։ Ավելի պարզեցնեմ բարեկամներ, Չերչիլը կոչ է անում անգլախոս ժողովուրդներին միանալ Խորհրդային Միության դեմ պայքարին։ Սառը պատերազմի սկիզբ համարվում է 1946 թվականի մարտի 5-ը։ Ձեր կարծիքով Բրիտանիան ինչի համար է այդքան մեծարում Չերչիլին։ Հիմա ասեմ։ Առաջինը, Չերչիլը կարողացավ համոզել այն ժամանակվա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ռուզվելտին, որպեսզի ԱՄՆ-ն միջամտի պատերազմին։ Այդպիսով փրկեց Բրիտանիան ոչնչացումից։ Եվ երկրորդը, 1946 թվականին Չերչիլը կարողացավ օգտագործել աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը եւ միավորեց Արևմուտքին Խորհրդային Միության էքսպանսիայի դեմ։ Խորհրդային Միությունն իսկապես իրականացնում էր էքսպանսիա եւ գրավելով գնում էր առաջ։ Երկրորդ համաշխարհայինից հետո Բրիտանիան զիջել էր իր դիրքերը, քանի որ պատերազմը հաղթել էին առաջին հերթին Խորհրդային Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Աշխարհը նայում էր այդ երկու պետությունների երեսին եւ Չերչիլը վերադարձրեց Բրիտանիայի կորցրած համբավն ու հեղինակությունը գլխավորելով Խորհրդային Միության դեմ պայքարի առաջնորդի դերը։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Բրիտանիան նորից վերադարձել է Ադրբեջան, կրկին տիրելով ադրբեջանական նավթին, եւ այս պայքարը Ռուսաստանի հետ շարունակվում է արդեն հիմա եւ ոչ միայն Անդրկովկասում։ Հասկացաք չէ բարեկամներ ինչ է տեղի ունեցել, սա նախապատմությունն է։ Նույնը տեղի է ունենում հիմա։ Տեսնենք ինչ է ասում Դոնալդ Թրամփը, հետո կշարունակեմ։ Մենք դադարեցրել ենք Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը եւ պատրաստ կլինենք վերականգնել միայն այն դեպքում, երբ կստորագրենք Ուկրաինայի հետ հանածոների մասին պայմանագիրը եւ երբ կհասկանանք, որ Զելենսկին պատրաստ է խաղաղ բանակցությունների։ Սա Թրամփն է ասում բարեկամներ, իսկ ինչ է ասում աշխարհը։ Աշխարհի մասնագետների մոտ հարց է կախվել։ Ինչ հանածոների մասին է խոսում Թրամփը։ Ուկրաինայում 80-ական թվականներից այս կողմ ոչ մի լուրջ գեոլոգիական հետազոտություններ չեն իրականացվել։ Թրամփը որտեղից գիտի, որ Ուկրաինայում հանածոներ կան։ Այո,
Թրամփը չգիտի։ Ու ոչ մի գեոլոգիական հետազոտություններ Ուկրաինայի կողմից չեն իրականացվել, բայց իրականացվել է Բրիտանիայի կողմից, ինչպես, այնպես, ինչպես մեզ մոտ ամուլ սարում։ Մինչև 2014 թվականը Ուկրաինան գտնվում էր Ռուսաստանի ազդեցության գոտում։ 2014-ից սկսեց հեռանալ ռուսական ուղեցրից։ Բրիտանիան Ուկրաինային սկսեց տանել դեպի ՆԱՏՕ։ Եվ վերջի վերջո 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմով ներխուժեց Ուկրաինա։ Բրիտանիան հասավ իր ուզածին։ Բրիտանացիների նպատակը մեկն էր։ Յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է բանակցություններով, եւ ուկրաինական պատերազմի բանակցությունների գլխավոր դերում պետք է լինի Բրիտանիան։ Ինչի պետք է հասնեին սրանով, հիմա ասեմ։ Ձեռք բերված պայմանավորվածություններով Բրիտանիան կդառնար ռուսների հետ միասին ուկրաինական հանածոների գլխավոր շահառուն։ Փաստացի նրանք ուզում էին անեին այն, ինչը հիմա ուզում է անել Թրամփը։ Մի քիչ խառն է բարեկամներ, բայց կարծում եմ հասկացաք։ Ու սա դեռ հերիք չէ։ Բրիտանիան այս ամենը որոշել էր անել ուրիշների ձեռքերով։ Եվ դրա համար էլ Թրամփը հիմա ասում է, որ այս պատերազմից հնարավոր էր խուսափել։ Եվ նորից կրկնում եմ բարեկամներ, Թրամփի կռիվը Ուկրաինայի կամ Ռուսաստանի դեմ չէ։ Թրամփը առաջին հերթին կռվի է դուրս եկել Բրիտանիայի, հետո արդեն Ռուսաստան, Չինաստան, Իրան դաշնության դեմ։ Well, there are two ways Iran can be handled, militarily or you make a deal. Իրանի հետ կապված երկու տարբերակ կա՝ ռազմական եւ բանակցային։ Ես նախընտրում եմ վերջինը, քանի որ ցանկություն չունեմ Իրանին ցավ պատճառելու։ Իրանցիները հանճարեղ ժողովուրդ են եւ ես շատերին ճանաչում եմ։ 7 մարտի 2025 թվական։ Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմանավերը ժամանել են Հորմուզի նեղուց Իրանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։ 10 մարտի 2025 թվական։ Ինչ է ուզում անել Թրամփը։ Թրամփը ուզում է Ռուսաստանին ներքաշել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերությունների մեջ, այդպիսով կտրելով Չինաստանին Ռուսաստանից։ Հետո արդեն Ռուսաստանի միջոցով բանակցությունների նստել Իրանի հետ եւ թողնել Չինաստանին միայնակ։ Դրանից հետո արդեն կորոշեն ինչ են անում կամ արդեն որոշել են, մենք դեռ չգիտենք։ Սա է Թրամփի պլանը, բայց կստացվի թե չէ, մենք չգիտենք, նույնիսկ ինքը չգիտի։ Երկար բարակ պատմեցի բարեկամներ, բայց կարծում եմ կարողացա փոխանցել գլխավոր իմաստը։ Հիմա հարց կտակ ինձ, թե որքանով այս ամենի հետ կապ ունի Հայաստանը։ Ես էլ կասեմ շատ ուղիղ կապ ունի։ Եթե Թրամփին հաջողվում է տապալել Բրիտանիային, ավտոմատ կերպով տապալվում են նաև մեր թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բրիտանիան չի հանձնվում։ Բրիտանիայի գլխավոր նպատակներից մեկն է նաև տիրել իրանական նավթին, որին ժամանակին տիրել է։ Եվ այս գործընթացը գլխավորում է մեզ արդեն հայտնի Ռիչարդ Մուրը, որն իր հերթին թուրքական աշխարհի կողմնակիցն է։ Սրա մասին բարեկամներ արդեն իմ մյուս թողարկման ընթացքում։ Նշեմ նաև, որ մեր ֆիլմերը լույս են տեսնում ամեն երեքշաբթի երեկոյան ժամը 21:00-ին։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք բարեկամներ։ Տարածեք, կիսվեք մեր տեսանյութերով։ Սա է ձեր ամենամեծ օգնությունը մեզ համար։ Մինչ առաջիկա երեքշաբթի։